Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատվեց տնային կալանքից։ Մարտի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանը վերացրեց խափանման միջոց տնային կալանքը։ Դատարանը Մկրտիչ Սրբազանի նկատմամբ կիրառեց նոր սահմանափակում, վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը նիստի սկզբին ներկայացրեցին Սրբազանի պաշտպանները։ Միջնորդության հիմքում դրվել է վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի քրեական վարույթին խոչընդոտելու հավանականություն չկա։ Պաշտպանական կողմի պնդմամբ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի նկատմամբ պետությունը հատուկ պաշտպանության միջոցներ է կիրառել։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ կարգալույծ քահանաներ են։ Նախ դժողները այդ անձիկ չեն, որոնք կարող են ճնշվել կամ ին վստահոտը կարող են նրանց վրա ճնշում բանաստել։ Նախ այդ նման փաստական տվյալ չկա մեկ։ Երկրորդ դժողների հովանավորը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այդ բարենորոգիչ ծրագրի շրջանակներում իրենք էլ ակտիվ ներգրավված են, այսօր պաշտպանության միջոցներ են կիրառված, իրենց անվտանգության ծառայողները իրենց հետ մշտապես իրենց են ուղեկցում, իրենք ամենապաշտպանված մարդիկ են ասել։ Եվ այս առումով այդ փաստը երբ որ հայտնի է դարձել, եւ այդ դժողների վրա ազդելու այդ փաստարկը արդեն մոտս է ցնցել։ Ինչն է որ վերաքննիչ դատարանը արձանագրել է, հետեւաբար վերաքննիչ դատարանի որոշման պայմաններում ակնհայտ է, որ այսօր խափանմիջոց կիրառելու հիմքերը բացակայում են։ Այնպես որ որևէ հակասություն չկա։ Մկրտիչ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 15-ին։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Արագածոտնի թեմի առաջնորդարանը, դիվանատունը, հոգևորականների տները, տասնյակ քահանաներ հարցաքննվել էին որպես վկա։ Նախորդ նիստում պաշտպանները միջնորդել էին քննչական կոմիտեից պահանջել եւ այս քրեական գործին որպես վերաբերելի ապացույցներ կցել քահանաների հարցաքննությունների արձանագրությունները։ Պաշտպանների խոսքով դրանք առանցքային ու վճռորոշ են։ Այս նիստին եւս նյութերը փաստաբանների սեղանին չհայտնվեցին, քննչական մարմինն ըստ էության չի կատարել դատարանի որոշումը։ Երբ որ այս գործը ավարտվեց եւ եկավ դատարան, միայն երկու տուժող կար, որևէ վկա չկար։ Եվ բնականաբար այս տուժողները նաև մեղադրում են, ըստ իրենց ցուցմունքները մեղադրում են Սրբազան այն բան մեջ, իբրև որ ժողովի ժամանակ Սրբազանը իրենց ասել է այս մարդուն ընտրեք կամ մի ընտրեք, նմանատիպ արտահայտություններ է կատարել հոգևորականների ժողովի ժամանակ։ Եվ որևէ հոգևորականի ցուցմունք այս գործի մեջ ներկայացված չէր։ Եվ հոգևորականներն էլ այս գործը որպես վկա չէին եկել։ Սա ակնհայտ խոսում են բանի մասին, որ իրենք մեղադրանքը մերկացնող հերքող ապացույցները փորձել են դուրս մղեն այս գործի վարույթից։ Եվ մենք դրա համար միջնորդեցինք նախորդ դատական նիստի ժամանակ դատարանին, խնդրեցինք այդ ապացույցները պահանջել, դատարանը պահանջեց, այնինչ քննչական մարմինը դատարանին, այսպես ասեմ, համարձակվել էր մերժելու, ասելու, որ դրանք ըստ էության այլ գործի շրջանակներում են եւ չէր տրամադրել, այո։ Հիմա մենք կրկին խնդրեցինք դատարանին, որպեսզի դատարանը պահանջի այդ ապացույցները, որովհետեւ դատարանի որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետություն բոլորի համար եւ չկատարել դեպքում դուք ակնհայտ տեսնում եք, որ նույնիսկ նման իմիտացիայով իրենք նաեւ բարձրաշան հոգեվորականների նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնել եւ մեղադրանքներ են առաջադրել։ Այստեղ ակնհայտ դատական ակտի չկատարում է։ Պաշտպանական կողմերը հրաժարվեցին նիստը շարունակել առանց արդարացնող ապացույցների։ Նյութերի շարքում են նաև Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի հետ առերես հարցաքննությունների արձանագրությունները։ Փաստաբանները պնդում են, որ մեղադրանքները շինծու են եւ հակաեկեղեցական արշավի մաս։ Սրբազան հայրը դատարանից տուն գնաց առանց ոստիկանների ուղեկցության։ Նրան միաժամանակ արգելվում է առանց թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, այցելել իր նստավայր Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմի եկեղեցիներ եւ շփվել հոգեվոր դասի հետ։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 15-ին ժամը 16:00-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։